Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապ Լևոն 14-րդի հետ։ Վրաստանի կառավարության տեղեկատվության համաձայն վարչապետը հույս է հայտնել, որ իր այցը կնպաստի Վրաստանի եւ Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Կոբախիձեն կարևորել է Վատիկանի աջակցությունը սկսած Վրաստանի անկախության առաջին օրվանից, հատկապես երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Կոբախիձեն նշել է, որ Լևոն 14-րդի հետ քննարկել են Վրաստանում տեղի ունեցող զարգացումները եւ առկա հրավերները, այդ թվում քրիստոնեական եւ ավանդական արժեքների պահպանության կարեւորությունը։ Նա Լևոն 14-րդին հրավիրել է Վրաստան։ Կոբախիձեն հանդիպել է նաեւ Սուրբ Աթոռի պետական քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ Հանդիպմանն ընդգծվել են Վրաստանի եւ Սուրբ Աթոռի բարեկամական հարաբերությունները հիմնված պատմական ժառանգության եւ քրիստոնեական մշակույթի վրա։ Որոշ ուժեր Ուկրաինան օգտագործել են որպես փորձադաշտ։ Նման փորձ է եղել նաև Վրաստանի նկատմամբ, սակայն Թբիլիսիին հաջողվել է խուսափել երկրի համար նման բացասական սցենարից։ Վատիկանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետը։ Իրակլի Կոբախիձեի խոսքով այնինչ կարողացավ Վրաստանը, չկարողացավ Ուկրաինան։ Վարչապետը հույս է հայտնել, որ Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի, ինչը կենսական նշանակություն ունի եվրոպական մայրցամաքում տնտեսական զարգացման համար։ Անդրադառնալով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցին, նա եվրոպական կողմին մեղադրել է երկակի ստանդարտների համար, նշել, որ օրինակ Բալթյան երկրները Ռուսաստանին 4 անգամ ավելի շատ գինի են վաճառում, մինչդեռ Թբիլիսիից պահանջում են միանալ հակառուսական պատժամիջոցներին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքում մտահոգված են Վրաստանի զարգացումներով եւ այդ մասին տեղեկացրել են վրացական կողմին։ Նա նշել է, որ Եվրատլանտյան տարածքում ցանկացած երկիր, որը ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, կարող է հայտարարել իր ցանկության մասին, ապա անցնել սահմանված գործընթաց։ Միևնույն ժամանակ Ռյուտեի խոսքով Վրաստանի հետ կապված պատրանքներ չունի։ Գլխավոր քարտուղարը հավելել է, որ Վրաստանը պետք է դիտարկել ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համատեքստում։ Եկեք այդ ամենին ամբողջական նայենք։ Վրաստանին զուգահեռ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այնտեղ կարծես իրավիճակը շատ ավելի լավ է, այդ թվում շնորհիվ նախագահ Թրամփի։ Ռյուտեի հայտարարությանն արձագանքել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։ Շալվա Պապուաշվիլու խոսքով Թբիլիսին ամեն ինչ արել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար։ Դաշինքին միանալը ոչ միայն Վրաստանի ցանկությունն է, այլև երկրի սահմանադրության մեջ ամրագրված դրույթ է։ Պապուաշվիլին կարծիք է հայտնել, որ ոմանց ձեռնտու է Վրաստանին եւ Ուկրաինային պահել անորոշ վիճակում։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի հայտարարությունից, թե Թբիլիսիի համար դաշինքի դռները բաց են, անցել է 17 տարի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չեմյոնի հետ։ Բանակցություններից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս։ Էրդողանի խոսքով կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Թուրքիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ Լիի այցն էլ ավելի կամրապնդի ամուր կապերը Անկարայի եւ Սեուլի միջև։ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունն ամեն կերպ կաջակցի կորեական ընկերություններին, որոնք ներդրումներ կկատարեն երկրի տնտեսության մեջ։ Նա նշել է, որ փոխադարձ առևտուրը գերազանցել է 10 միլիարդ դոլարի նշագիծը։ Միևնույն ժամանակ Էրդողանի խոսքով անհրաժեշտ է վերանայել ազատ առևտրի համաձայնագիրը։ Թուրքիայի ղեկավարն անդրադարձել է նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև Թուրքիայում ատոմակայանի կառուցմանը, Կորեայի Հանրապետության հնարավոր մասնակցությանը։ Բանակցությունների արդյունքներով երկրների միջև ստորագրվել է 3 համաձայնագիր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի տվյալով քննարկվել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու արդար եւ կայուն խաղաղության հիման վրա հակամարտությունը դադարեցնելու ջանքերը։ Թուրքիայի ղեկավարը հավաստիացրել է, որ Անկարան պատրաստ է այսուհետ եւս ներդրում ունենալ դիվանագիտական նախաձեռնություններում, որոնք նպաստում են Մոսկվայի եւ Կիևի անմիջական շփումներին։ Կրեմլից էլ հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում
քննարկվել են նաև երկկողմ համագործակցության արդիական թեմաներ, այդ թվում առևտրային եւ ներդրումային կապերի հետագա ընդլայնման եւ էներգետիկ ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացումը։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահը նաև կիսվել է Յոհանեսբուրգում 20-ի խմբի գագաթնաժողովին իր մասնակցության եւ հանդիպումների արդյունքներով։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայի բնակչության թիվը հասել է 85 միլիոն 980 հազար 654-ի։ Թուրքական վիճակագրական ինստիտուտի տվյալով ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում երկրի բնակչությունն ավելացել է 315 հազար 710 մարդով, իսկ հուլիսի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում 155 հազար 800 մարդով։ Տղամարդիկ կազմում են Թուրքիայի ընդհանուր բնակչության 50.2%-ը, կանայք 49.98%-ը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Նիդերլանդներում կմասնակցի քիմիական զենքի արգելման կազմակերպության ամենամյա համաժողովին, որից հետո կայցելի Ֆրանսիայի Հանրապետություն։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային տեղեկացրել է, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարցեր, այդ թվում Իրանի քաղաքացի Մահդիե Էսֆանդիարիի հետ կապված իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային եւ միջազգային արդիական հարցեր։ Ավելի վաղ Ֆրանսիայում բնակվող Իրանի քաղաքացի եւ համալսարանի պրոֆեսոր Մահդիե Էսֆանդիարին ֆրանսիական ոստիկանության կողմից ձերբակալվել է հակաիսրայելական գործունեություն ծավալելու համար։ Թեհրանի եւ Իսլամաբադի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, ով ժամանել է Իսլամաբադ։ Պաշտոնյայի խոսքով Պակիստանը կարևոր դերակատարում ունի տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից։ Երկօրյա այցի ընթացքում Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նախատեսում է հանդիպումներ անցկացնել Պակիստանի բարձրագույն քաղաքական եւ ռազմական գործիչների հետ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վատիկան եւ Իտալիա։ Ադրբեջանի արտգործնախարարության տեղեկատվության համաձայն այցը տեղի կունենա նոյեմբերի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում։ Նախատեսված են Բայրամովի հանդիպումները Վատիկանի եւ Իտալիայի արտաքին գործերի նախարարների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը ելույթ կունենա նաեւ տեղի վերլուծական կենտրոններից մեկում եւ կմասնակցի մի շարք միջոցառումների։ Ադրբեջանի Միլի Մեջլիսն առաջին ընթերցմամբ ընդունել է խաղաղ պայմաններում սպաների ակտիվ զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու մասին օրենսդրական փոփոխությունը։ Փոփոխությունների համաձայն պահեստազորից պարտադիր զինվորական ծառայության զորակոչված կամ պայմանագրային հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության կամավոր ընդունված սպաների համար խաղաղ պայմաններում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կկրճատվի 6 ամսով, դառնալով 1 տարի։ Վարդուհի Հարությունյան, Հարևաններ։